9-ամյա պարտադիրից դեպի 12-ամյա մասնագիտական կրթություն ազգային փոքրամասնությունների համար իրենց մայրենիի ուսուցման որակի բարձրացում ու ելի մի շարք ծրագրեր 2014-ի գերակա խնդիրներն են։ Ազգային երկուպարն էլ սեպտեմբերի 1-ից պիլոտային ծրագրի տարբերակով կսկսվի դասավանդվել մի շարք դպրոցներում։ Նախատեսում ենք ազգային երկուպար առարկայի փորձնական դասավանդում մոտ 1 տարի ժամկետով, որից հետո կլրամշակվեն ուսումնական պլանները եւ այդ առարկան ըստ ամենայնի կդառնա նաև պարտադիր մեր հանրակրթական դպրոցների համար։ Նոր ուսումնական տարում դասագրքերի փորձարկման գործընթացը շարունակվելու է, անճշտություններն ու վրիպակները բացառել է պետք։ Կմեկնարկի նաև վարկանիշավորման համակարգի պիլոտային ծրագիրը, նաև կշարունակվի առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու նախագիծը, տեղեկացնում է նախարարը։ Հայկական պլանշետների արտադրության արդյունքում առաջին դասարանցիները համակարգիչներ կունենան նախատեսվածից ավելի շուտ։ Մենք հույս ունենք, որ 1 տարի շուտ կանենք այդ ծրագիրը, ոչ թե 16-ին, ինչպես պլանավորել ենք, այլ 15 թվականին։ Բարձրագույն կրթության ոլորտում մեր երկիրը շարունակելու է կատարել Բոլոնյան գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունները, ու որ ամենակարևորն է, հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների կրթության հարցը, խոստանում է նախարարը։ Ուսանողական զեղչերին վերաբերող օրենքի նախագիծը արդեն ազգային ժողովում է։ Նախորդ տարի խոստացված ֆինանսական աջակցությունն էլ անապահով ընտանիքների ուսանողները ստացել են։ Նախարարը հիշեցնում է 2013-ին գումարը նախատեսված էր 900 լավ սովորող ուսանողների համար։ Նախնական շեմը հաղթահարել է միայն 450-ը։ Շեմն իջեցվեց այնքան, որ նույնիսկ 3-ներով սովորողները կարողացան ֆինանսական աջակցությունը ստանալ։ Նույնը այս տարի չի լինի, ասում է նախարարը։ Այս տարի բացառությունն է, լավ սովորեն, մյուս տարի մոտ հաղթահարեն եւ գնան առաջ։ Շուտով կամփոփվի Հայաստանի ուսանողների կարիքների գնահատման հետազոտությունը, որն ավելի ընդգրկուն է, քան միայն ուսման վարձի խնդիրը։ Այն կներառի նաև հանրակացարանային պահանջի հարցը։ Նախարարը գիտի Հայաստանում ընդամենը 1 պետական ուսանողական հանրակացարանում պայմանները հեռու են բավարար լինելուց եւ այն, որ ֆինանսական աջակցությամբ ուսանողներն այնտեղ ապրում են անվճար, դեռ հարցի լուծում չէ։ Հայաստանի մայրաքաղաքում մշակվում է ուսանողական նոր ավանի կառուցման ծրագիր։ Ծրագրի մեծությունը ու ծավալը կախված պետք է լինի այն պահանջարկից, որը մենք ունենանք։ Եվ խոսքը չի գնալու միայն արտասահմանցի ուսանողների մասին։ Սեպտեմբերից կբացվի նաև Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն բեկումնային կլինի, բայց ոչ համադարման, սակայն թույլ կտա շոշափելի դարձնել միջազգային լավագույն փորձը, վստահ է նախարարը։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։